Արմնու լրատվականին մանրամասներ են հայտնի դարձել Լոռու մարզի դատարանում դատական նիստի ժամանակ մեղադրյալին դանակահարելու դեպքից։ Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն Լոռու մարզի դատարանում սպանության գործով մեղադրյալին դանակահարողը եղել է կին։ Արմնու լրատվականին հասած տեղեկությունների համաձայն 2024 թվականին Ստեփանավանում սպանել էին 21-ամյա Հայկ Մ-ին։ Սպանության համար մեղադրյալի աթոռին էին հայտնվել 4 անձ, որոնցից մեկը Էրիկ Դադիվանյանն էր, հենց վերջինիս էլ 3 Լոռու մարզի դատարանում դանակով հարվածել են։ Նախաքննական մարմինը հենց Էրիկ Դադիվանյանին անձամբ մեղադրանք էր առաջադրել հետևյալ արարքի համար։ 2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Էրիկ Դադիվանյանը ընկերների Յուրա Մկրտումյանի, Գեգամ Նազարյանի, Գոռ Նազարյանի հետ Հայկ Մաղաքյանին հրավիրել են Յուրա Մկրտումյանի ընտանիքի կողմից տնօրինվող Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի Անդրանիկի 5 հասցեի տուն, որտեղ վիճաբանության ժամանակ Գեգամ եւ Գոռ Նազարյանները Էրիկ Դադիվանյանը եւ Յուրա Մկրտումյանը խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները Հայկ Մաղաքյանին ապօրինաբար կյանքից զրկելու, սպանելու դիտավորությամբ բութ կոշտ, ինչպես նաեւ կտրող շեղբ ունեցող առարկաների գործադրմամբ առնվազն 5 հարվածներ են հասցրել Հայկ Մաղաքյանի գլխին, ինչպես նաեւ որովայնի առաջնային եւ հետին մակերեսներին, սպանելով նրան։ Այնուհետև Էրիկ Դադիվանյանը ինքնությունը պարզված անձի եւ Գոռ Նազարյանի հետ վերջինիս վարած ավտոմեքենայով հիշյալ բնակարանից Հայկ Մաղաքյանի դին տեղափոխել եւ թաքցրել են նույն բնակավայրի Գառադո կոչվող հողամասում, մասամբ այրելով դիակի հագին եղած հագուստները եւ դին ծածկելով հողով ու քարերով։ Արդյունքում այս դաժանաբար սպանության գործով դատական նիստն էր հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի դատարանում եւ սպանված 21-ամյա Հայկի մայրը դանակով հարվածում է իր որդու սպանության գործով մեղադրյալ Էրիկ Դադիվանյանին ու փախչում դատարանից։ Դատելով կատարվածից մայրը փորձում է այս կերպ վրդենիշխնդիր լինել իր որդուն դաժանաբար սպանողներից մեկից։ Արմնու լրատվականին ԲԴԽ-ից հայտնել էին, որ դանակահարված մեղադրյալին վիրահատել են, վիճակը կայուն է։ Կհետևենք այս գործի քննության հետագա ընթացքին։ Արմնու լրատվականը դիմել է քննչական կոմիտե հասկանալու համար, թե կատարված իմաստով ինչ քրեական վարույթ է նախաձեռնվել եւ առհասարակ կնոջ նկատմամբ ինչ խափանման միջոց է կիրառվել։